Պարոն Խաչատրյան, ուղիղ մեկ շաբաթից արդեն ընտրություններն են կայանալու եւ ակտիվ քարոզարշավի այդ փուլը ընթանում է։ Այս պայծրությամբ ինչպես է գնահատում քարոզարշավը եւ այսօր Մայրաթորի բակում են գտնվում, պատարակ է ձեր այստեղ գտնվելու մասին։ Նախ քարոզարշավը գնահատում եմ շատ լավ, բավականին ակտիվ։ Ես փաստում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում բնակիչները վաղաշաբաթցիներ իրենք էլ ցանկություն են հայտնում մեզ հետ հանդիպել, բավականին թվով հարցեր են բարձրացնում, ուզում են լսել մեր տեսլականը, այդ խնդիրների լուծման մեր ուղիները, թե ինչ տարբերակներ ունենք, բավականին լավ քննարկումներ է տեղի ունենում եւ մենք փորձում ենք վաղաշաբաթցիներին ասել, որ հետագայում էլ մենք իրենց քվեն ստանալուց հետո աշխատելու ենք նույն ձևով, այսինքն ամբողջ համայնքով դառնալու ենք մի բռունցք եւ փորձենք ծառայել մեր համայնքին, կարծում եմ ամեն ինչ նորմալ է գնում, մնացել է մեկ շաբաթ ընտրություններին, հուսով եմ ամեն ինչ լավ կլինի, վաղաշաբաթցին իր վստահության քվեն մեզ կտա եւ ոնց մենք ի սկզբանե պլանավորել ենք եւ հայտարարել, մեր թիմը գնում է բացարձակ հաղթանակի։ Մայրաթորում ենք, այս պահին գտնվում եւ պատարակ է այս մասով ձեր խոսքը։ Այո, իհարկե, մենք այսօր գտնվում ենք Մայրաթորում, գտնվում ենք Համայն հայության հոգևոր կենտրոնում, մասնակցելու սուրբ եւ անմահ պատարակի, մասնակցում ենք իսկական պատարակի, ոչ թե մասնակցում ենք ֆեյք պատարակների, կարգալույծ եղած քահանաների մատուցած պատարակների, իշխանության մոտեցումը, ինչպես բոլոր հարցերում, այստեղ նույնպես ընկալելի չէ, ոնց է ստացվում, երբ ամենահայոց կաթողիկոսը ձեռնադրում է քահանա, այդ ժամանակ կաթողիկոսը, այո, կաթողիկոս է, բայց երբ Մայրաթորի կարգապահական կոմիտեն տվյալ քահանաներին կարգալույծ է անում, այդ դեպքում կաթողիկոսը այլևս կաթողիկոս չէ, չի կարող այդպիսի որոշում կայացնել, սա իշխանական քարոզչամեքենան է, իշխանական թեզն է եւ այն թեզին, որ Գյումրի 2 վաղաշաբաթի հետ կապված Գյումրի 2 չի լինելու, ես ասեմ, որ իրականում մենք թույլ չենք տալու, որ Հովանավանք 2 կամ Թալին 2 լինի, այսինքն հայ ժողովուրդը պետք է հայ քրիստոնյաներ, առաքելական եկեղեցու հետևորդները պետք է մասնակցեն իսկական առաքելական եկեղեցու սուրբ եւ անմահ պատարակներին։ Դեպ այսօր նոյեմբերի 9-ն է շատ ցավալի օր հայ ժողովրդի համար 44-րդ պատերազմի ավարտի 5-րդ տարին է անում եւ այսօր եւս պատարակ էր օրինակ Գերաբլուրում, հա, եկեղեցում այնտեղ պատարակ էր, սակայն որևէ իշխանության ներկայացուցիչ մենք չտեսանք Գերաբլուրում, ոչ մի ծաղկեպսակ եւ փոխարենը մասնակցում են Թալինում պատարակի, որտեղ նաեւ Նիկոլ Փաշինյանն է ուղևորվել եւ այն քահանայի մատուցած պատարակին, որը ողջունել է կարգալույց հռչակված քահանայի այդ գործընթացը։ Հենց ես դրա մասին եմ խոսում, որ իրենք մասնակիցն են մի պատարակի, որտեղ քահանաները կարգալույց եղած են, այսինքն որքանով է այդ պատարակը իրական հայ առաքելական եկեղեցու արժեքներին համահունչ, կարծում եմ ոչ դերևս չի եղել, բայց որքան որ ես ծանոթացա, իր հարցն էլ Մայրաթորի կարգապահական կոմիտեում կա, այսինքն այս քահանան նույնպես մյուս 2 քահանաների ճանապարհն է բռնել, կարծում եմ ունենալու են նույն ճակատագիրը, ինչ ունեցել են մնացածները, իսկ ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին, իրենք բարբերաբար իրենց հայտարարություններով, իրենց բռնած ձևով այսօրվա իշխանությունները իրենց հետաքրքիր չէ մեր պատերազմի մասնակիցները, մեր զոհված տղեկը, մենք տեսնում ենք, թե իրենք պետական քաղաքականությամբ ինչպես են փորձում մարդկանց հիշողություններից ջնջել մեր տղաների հերոսությունները, սխրագործությունները, նաև պատերազմի մասնակից այն տղաների, ովքեր ամեն օր մեր հետ են, մեր կողքին են, շարունակում են ծառայել այս երկրին, նրանք նույնպես ուշադրության կենտրոնում չեն, այսինքն սա տեղավորվում է իշխանության կողմից իրականացվող ազգային արժեքների ուրացման շրջանակների մեջ։ Նոյեմբերի 9-ին իրենք գնան Եռաբլուրին չէ, սա իրենց ամոթն է, նոյեմբերի 9-ը օրվա իշխանությունների ամոթն է, որը դարերով, տասնամյակներով, դարերով շարունակվելու է եւ որպես խարան մնալու է իրենց ճակատին, այն սուտն ու կեղծիկը 44 օրյա պատերազմի ընթացքում, որ հրամցրեցին հայ ժողովրդին, իրենք երբեք չեն մարսելու դա։ Եվ ամփոփելով ինչ խոսք ունեք եւս մեկ անգամ, հա, մասնավորապես վաղաշաբաթցիներին։ Վաղաշաբաթցիներին կհորդորեմ կխնդրեմ, որպեսզի շատ ակտիվ մասնակցեն ընտրություններին նոյեմբերի 16-ի, որովհետև յուրաքանչյուրի քաղաքացու, յուրաքանչյուր բնակչի ձայնից է կախված մեր համայնքի ապագան, կխնդրեմ, որ վստահեն մեր քաղաքական ուժին, հաղթանակ դաշինքին, որովհետև իրենք էլ տեսնում են, որ մենք մեր ձգտումների, մղումների մեջ ազնիվ ենք, փորձում ենք ծառայել
մեր համայնքին եւ եւս մեկ բան, որ եթե նախկինում էլ հայտարարել եմ, եթե մեր քաղաքական ուժին չեն ուզում քվեարկել, թող քվեարկեն ցանկացած այլ քաղաքական ուժի, ով հանդես է գալիս ընդդիմադիր դաշտից, ոչ մի ձայն Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ին եւ ՔՊ-ամերձ Հանրապետություն կուսակցությանը։ Դրանով իրենք փորձում են ջուր լցնել Նիկոլ Փաշինյանի ջրաղացին։ Նիկոլ Փաշինյանը պարզապես էջմիածնեցիներով այսօր իրենց ստեղծած ՔՊ-ական թիմով ուղղակի սարքել է այդ մարդկանց իր համար գործիք, փորձում է 2026 թվականի իր նեղ կուսակցական, երբեմն շատ հաճախ նաև իր անձնական ընտանեկան հարցերը լուծել։ Ես չէի ուզի, որ վաղարշաբաթի շատ մարդիկ զոհ գնային այդ ամեն ինչին։